Այսօր կարծիքի տեղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Էդուարդ Օհանյանին։ Նրա հետ խոսելու ենք ներքին քաղաքական խնդիրներից և լսելու ենք նրա կարծիքը։ Բարև ձեզ, Էդուարդ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր կցանկանայի խոսենք մի քանի կարևոր խնդիրներից, որոնք որ մեր երկրում տիրում են։ Առաջին հերթին եկեք հաշվի առնենք, որ քանի որ մեր երկիրը շրջապատված է երկու թշնամի պետություններով, շատ կարևոր դեր է խաղում մեր երկրում բանակը, բանակաշինությունը, եւ այդ իսկ պատճառով կցանկանայի խոսենք բանակի մասին, ավելի կոնկրետ այն բարեփոխումների մասին, կեղծ ռեֆորմների մասին, որոնք որ վերջերս այս իշխանությունները իրականացրել են, եւ կարծում եմ առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ բանակը դարձրել են 1.5 տարի, սարքել են, այսինքն ժամկետը ծառայության պարտադիր սարքել են 1.5 տարի եւ բազմաթիվ այլ բարեփոխումներ են կատարել, սկսենք 1.5 տարուց, տեսեք, վստահ եմ, որ յուրաքանչյուր ծնողի համար, յուրաքանչյուր, չգիտեմ, ազգակցի բարեկամի համար շատ հաճելի կլինի, որպեսզի իր երեխան ծառայի 1.5 տարի, ծառայի լավ պայմաններում, այսինքն այդ ամենը չբոլորին էլ հաճելի է, բայց պետք է հասկանանք, որ առաջին հերթին մենք անկախ այդ կեղծ պայմանագրից, որը որ ստորագրվել է խաղաղության, մինչ առայսօր մենք ունենք մեր թշնամու կողմից վտանգ, ոչ ոք չի կարող տալ երաշխիքներ, հատկապես այս իշխանությունները, որ վաղը օրինակ սահմանում կրկին անգամ լարված իրավիճակ չի ստեղծվի կամ որևէ սադրանքների թշնամիները չեն գնա։ Այդ իսկ պատճառով, երբ օրինակ իրանք դարձնում են երբ բանակը 2 տարի էր, դեռ այդ ժամանակահատվածում էլ կար բազմաթիվ խնդիրներ կապված նրա հետ, որ զինվորների քանակը դե բնականաբար, 80 միլիոնանոց Թուրքիան եւ 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ բնականաբար, որ նույնիսկ եթե 2 տարի մեր զինվորները ծառայում են, մենք շատ ավելի քիչ զորք ունեինք եւ հիմա երբ դարձնում են բանակը 1.5 տարի, բնականաբար դա էլ չի կարող նպաստել բանակի զարգացմանը եւ նա ունենալու է ինքը իր վատ հետևանքները, այսպես ասած։ Սուրեն Պապիկյանն էր ազգային ժողովից ելույթ ունենում, պաշտպանության նախարարը, ճիշտ է, իհարկե ինքը իր գործի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի եւ չգիտեմ, կարելի ասել, որ պատահականության սկզբունքով այդ պաշտոնին հայտնվել կամ պարզապես ուրիշ տեխնացու ավելի հարմար չի եղել, հայտարարում է ազգային ժողովի ամբիոնից, որ դե բանակում երբ որ օրինակ սարքում ենք 1.5 տարի ծառայությունը, դա նպաստում է հետագայում մեր բանակի զարգացմանը։ Ուղղակի ուզում եմ հասկանալ այդ բանակի որ զարգացման մասին է գնում խոսքը, հաշվի առնելով այն ամեն ինչը, ինչ որ հիմա բանակում տեղի է ունենում, էլի։ Այսինքն հիմա տեսեք, խոսում էին նաև նոր զենքերի ձեռքբերման մասին, ասում էին, որ Հնդկաստանից են զենքեր ձեռք բերել, արտաքին պարտքը ավելացնելու միջոցով նաև Ֆրանսիայի հետ պայմանագրեր ունեն, ինչ որ Ամերիկայի հետ կապված դաշինքներ էին կնքում եւ այլն, բայց այդպես էլ ոչ մեկ չտեսավ այն զենքերը, որի մասին խոսում էին, եւ փաստացի հիշում եմ նաեւ, որ երբ որ զենքերը Հնդկաստանից բերում էին, խնդիր առաջացավ, եթե ճիշտ եմ հիշում, Անգլիան էր կարծեմ, խնդիր առաջացավ, թույլ չէին տալիս զենքերի մուտքը երկիր եւ այդ արտաքին պարտքի ավելացման միջոցով ձեռք են բերել զենքեր, որոնք ոչ մեկ չի տեսել եւ իրականում պարզ չի այդ զենքերը ընդհանրապես կան, չկան կամ չգիտեմ, կիրառվելու են թե չեն կիրառվելու։ Նաեւ հիշում եմ այսպիսի մի դեպք, երբ որ օրինակ Ռուսաստանից սու ինքնաթիռներ, այսինքն կործանիչները ձեռք բերեցին, ի սկզբանե ասացին, որ սու կործանիչները ձեռք էինք բերել, բայց զենք պարզվեց չկա։ Հետո ասացին, որ դե մեզ խաբել էին, մենք ուրիշ, այսինքն ոչ թե խաբել էին, այլ սխալ ինֆորմացիա ունեինք։ Ես ուզում եմ հասկանալ, եթե օրինակ դուք ներողություն, եթե դուք երկիր եք կառավարում եւ էլեմենտար ինչ-որ տվյալների մեջ, օրինակ դուք, չգիտեմ, տեղյակ չեք դրանից կամ ձեզ կարողանում են խաբել կամ չգիտեմ ինչ է այդտեղ տեղի ունեցել, ուզում եմ հասկանամ դուք ոնց եք պատրաստվում երկիր պաշտպանեք։ Եկեք մի հատ պարզ համեմատական տանենք բանակը մինչեւ 2018 թվական եւ 18 թվականից հետո։ Մինչեւ 18 թվականը առաջին հերթին մեր բանակը եղել է հաղթած կողմ, այսինքն մենք 30 տարի մեր թշնամու դեմ եղել ենք, կարելի ասել հաղթած կողմ, այո, եւ մեր թշնամին ուզած մեզ հետ միշտ հաշվի են նստել եւ միջազգային ասպարեզում, քանի որ մենք հաղթած կողմ ենք, նույնպես մեզ հետ հաշվի էին նստում, մեր կարծիքը հաշվի էին առնում եւ առանց մեր որևէ ինչ որ, չգիտեմ, համաձայնության ոչ մի փաստաթղթի տակ ոչ մի բան չէր կարող ստորագրվել՝ ի տարբերություն այն բանի, թե ինչ է հիմա կատարվում։ Ուրեմն 18 թվականից առաջ պետք է հստակ ֆիքսենք, որ մեր բանակը եղել է տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, որը պատրաստ է եղել մշտապես մեր թշնամուն արժանի հակահարված տալու յուրաքանչյուր պահի, թե դիվանագիտական առումով, թե ռազմական առումով, այսինքն թշնամին որ լեզվով որ պատրաստ էր խոսել, մենք պատրաստ էինք այդ լեզվով թշնամուն տալ պատասխան։ Ինչ տեղի ունեցավ 18 թվականից հետո։ 18 թվականից հետո այդ բանակային ինչ որ ռեֆորմները սկսվեցին, ինչ որ սկսեցին իբր զինվորները մինչև այդ սոված են եղել, հակնելու շոր չեն ունեցել կամ չգիտեմ ինչ, բայց փաստացի կան հիմա բազմաթիվ զինվորներ ծառայող, ովքեր որ ասում են, որ այն ամենը ինչը որ եղել է այն ժամանակ բանակում կառուցվածքը նույնը պահպանվել է։ Այսինքն այն որ ելակներ էին բաժանում, այդ ելակներով ուզում էին ինչ որ չգիտեմ բանակային ռեֆորմներ անեին, այդ բանակային ռեֆորմները բնականաբար ոչ մի բանի չնպաստեցին։ Եվ բոլոր այն կադրերը, ովքեր որ եղել են
18 թվականից առաջ, այսինքն այդ կադրի մեջ մտնում էին բանիմաց եւ գրագետ գնդապետներ, հրամանատարներ, Արցախյան հերոսներ եւ բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր որ իրենց գործի մեջ մասնագետ էին, պրոֆեսիոնալ էին։ Բոլոր այդ կադրերը փոխարինվեցին եւ ինչի հետևանքով օրինակ 44 օրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ դա տվեց բազմաթիվ խնդիրներ եւ բազմաթիվ հետևանքներ ունեցան, ընդհանուր մինչեւ մեր 5000 եղբայրների զոհվելը։ Բանակային այդ ռեֆորմների այդ ճանապարհը, որ իրենք ընտրել են, ես կարծում եմ ինքը ավելի շատ ոչ թե ինչ որ ռեֆորմների մասին է խոսում, այլ խոսում է այս իշխանությունների համբավը, չգիտեմ, բարձրացնելու, ռեյտինգը բարձրացնելու մասին, որ դրանով փորձում են ցույց տալ, որ դե առաջ զենք չեք ունեցել կամ չգիտեմ, հակաօդային պաշտպանություն չեք ունեցել նախկինների ժամանակ, ինչպես որ իրենք ասում են, հիմա այդ ամեն ինչը մենք ապահովում ենք եւ ունենք, բայց փաստացի ոչ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք չտեսանք դա, ոչ էլ հիմա փաստացի ոչ մի բան չենք տեսնում։ Քանի որ խոսեցի նաև արտաքին պարտքի ավելացման մասին, որ արտաքին պարտքը ավելացնելու միջոցով ինչ որ նոր ձեռքբերումներ են ունենում, չգիտեմ, ինչ որ պայմանական ձեռքբերումներ են դրանք վերացական, որի մասին այդպես չենք հասկանում, կուզեի նաև անդրադառնալ մեր էկոնոմիկային, այսինքն մեր ներքին իրավիճակին էկոնոմիկական, որը որ նույնպես գտնվում է շատ վատ վիճակում, կարծում եմ հասարակ ժողովուրդը, այսինքն պետք չի, օրինակ, չգիտեմ, մասնագիտական որևէ կրթություն ունենալ, որպեսզի հասկանանք, որ մեր երկրում իրոք էկոնոմիկական վիճակը գտնվում է, տնտեսությունը շատ վատ վիճակում է գտնվում, որովհետև բացի նրանից, որ հիմա դրամի արժեզրկումը շարունակվում է եւ ինֆլյացիայի դեմ պայքարելու փոխարեն հակառակ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նաեւ փորձում են ինչ-որ կերպով դրան աջակցել, մեր երկրի վիճակը գնալով բարդանում է, այսինքն ապրանքները թանկանում են, ոչ մի վերահսկողություն չկա այդ ապրանքների, այսինքն ով ինչ գներ ուզում է, խանութում դնում է, իր ապրանքը այդ գնով վաճառում է եւ իրենց համար այնպիսի տպավորություն է, որ դա նորմալ բնույթ է կրում։ Եվ բացի նրանից, որ թանկացումներ են շարունակվում, նաեւ աշխատավարձերը չեն բարձրացվում, այսինքն չկա որևէ, չգիտեմ, այսինքն ինչ-որ նախադրյալներ, որ կարող է այս իրավիճակից մենք երբևիցե դուրս գանք, եթե այսպես շարունակվի։ Օրինակ հայտարարում են, ասում են մենք թոշակները ավելացրել ենք, չգիտեմ, 3000 կամ 4000 դրամով։ Եթե նույնիսկ դուք ավելացնում եք այդ թոշակը 3000 կամ 4000 դրամով կամ նույնիսկ 10000 դրամով, էական չի, դրան զուգահեռ սկսում է նաև թանկանալ ապրանքները, սկսում է ամեն ինչ թանկանալ եւ հետեւաբար այն թոշակը, որը որ դուք ավելացրել եք 5 կամ 10000 դրամով, էական չի։ Ոչ մի ինչ որ, չգիտեմ, արդյունավետ բան չի ունենում, արդյունավետ գործողություն չկա դրա մեջ որևէ։ Այդ իսկ պատճառով հիմա տեսնում ենք այդ մեր մշտական խնդիրները եւ այդ արտաքին պարտքը, օրինակ, երբ որ հենց մեկը թվերը հրապարակեցին, թե միայն սպասարկումը տոկոսային ինչ է արժանալու մեր վրա առաջիկա վճարման, դա ահռելի թիվ է, որը որ բնականաբար, չգիտեմ, ասենքն մեր երկրի համար չի կարող լավ բարենպաստ ինչ որ հետևանքներ ունենալ։ Եվ այդ դրանից ելնելով, եթե ճիշտ եմ հիշում, կալանավորվեց, չէ, էկոնոմիկայի նախարարը նախկին Վահանը Քերոբյան, այսինքն կոպիտ ասած, մեղադրեցին իրեն, այն ամեն ինչի մեջ ինչը որ տեղի ունեցավ, մեղադրեցին բազմաթիվ, չգիտեմ, ինչ որ անհաջողությունների մեջ եւ հիմա ուզում եմ հասկանալ դրանից ելնելով հարց առաջանում։ Եթե օրինակ դուք նշանակում եք էկոնոմիկայի նախարար կամ չգիտեմ, օրինակ յուրաքանչյուր ինչ որ նախարար նշանակում եք, այդ նախարարը պետքա չէ ունենա որոշակի չէ, մասնագիտական գիտելիք պետքա չէ ունենա այդ ոլորտում, որովհետև եթե այդ մարդը չունի մասնագիտական գիտելիք այդ ոլորտում, հետեւաբար ինքը այդ ոլորտը չի կարող ղեկավարել։ Եվ հիմա եթե օրինակ ինքը մեղավոր էր ինչ որ բանի մեջ, ինչ որ բանը այնպես չարեց կամ չգիտեմ, օրինակ ինչ որ սխալ որոշումների շարք կայացրեց եւ այդ որոշումների արդյունքում մենք ունեցանք տուժեցինք, այդ տուժելուց հետո, երբ որ նրանք կալանավորում են, ես ուզում եմ հասկանամ դրա իմաստն ինչու՞մ է կայանում, այսինքն խնդիր չկա, դուք կալանավորեցիք իրեն, պատասխանատվության ենթարկեցիք, բայց ինչ փոխվեց դրանից, իրավիճակը ոչ բարելավեց, ոչ էլ մնաց նույնը եւ գնալով ավելի է վատանում։ Եվ քանի որ նաև կալանավորումներից խոսեցի, հիմա այս վերջում տեսնում ենք, որ քաղբանտարկյալները օր-օրի գնալով շատանում են եւ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը մարդկանց ճնշվում է, մարդիկ իրենց սուր քննադատությունների համար կամ որևէ օրինակ քննադատական խոսքի համար անհապաղ կալանավորվում են եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ներկա իշխանություններին կարելի ասել ձեռք չեն տալիս, այսինքն չգիտեմ, համախոհ չեն իրենց հետ կամ փորձում են իրենց կարծիքը հայտնել, ինչ որ սուր քննադատություն են իշխանությունների կողմ իրականացնում, բոլոր այդ մարդիկ հայտնվում են կալանավայրերում ու հիմնականում մեծ մասամբ 2 ամիս կալանքի են ենթարկվում, չգիտեմ, այդ գործը շատ երկար քննվում է եւ ընդհանուր մինչեւ մի տարի, 2 տարի այդ գործը կարող է ընթանալ։ Բազմաթիվ օրինակներ իհարկե ունենք, Սամվել Կարապետյանը հայ բարերար, Դավիթ Համբարձումյան Մասիսի քաղաքապետը, Բագրատ Սրբազանը, Միքայել Աչապահյանը եւ բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ ունենք, Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, ովքեր որ նույնպես ինչպես ասեցի, իրենց սուր քննադատության համար այսօր գտնվում են քաղբանտարկյալի կարգավիճակում եւ երբ որ օրինակ այս իշխանությունները խոսում են, ժողովրդարության բաստիոնի մասին, խոսում են նրա մասին, որ պետք է օրինակ եվրոպական ստանդարտներին համապատասխանենք եւ ժողովրդավարության այդ
ժողովրդարական ստանդարտներին եվրոպական համապատասխանենք, դա բնականաբար անհնար է հաշվի առնելով քաղբանտարկյալների թիվը, որը որ Հայաստանում կա, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 50 է հասնում քաղբանտարկյալների թիվը, եւ փաստացի բոլոր այդ մարդկանց գործերը ոչ մի իրավական հիմք չունեցող, շինծու բնույթ կրող գործեր են։ Ուղղակի չգիտեմ, երևի այդ մարդկանց լրացնելու միակ տարբերակը դա է, որովհետեւ վերջին 7-8 տարիների ընթացքում այդ մարդիկ ցույց տվեցին, որ անկախ ամեն ինչից իրենց պայքարը շարունակելու են եւ չեն հանձնվելու։ Տարօրինակ է միայն այն, որ միջազգային կառույցները լռում են այս ամենի մասին, այսինքն քաղբանտարկյալների մասով ոչ մի ինչ-որ լուրջ արձագանք չկա։ Օրինակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բազմաթիվ ակցիաներ է իրականացրել Եվրոմիության դիմաց, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց եւ բազմաթիվ կոչեր է արել, նամակների միջոցով փոխանցել է, կոչեր են արել, որ Հայաստանի Հանրապետություն տիրում է ներկայիս իրավիճակը։ Ցավալին իհարկե այն է, որ միջազգային կառույցները ոչ մի կերպով չեն արձագանքել սրան։ Եվ բացի այդ որ չեն արձագանքել, նաև ոչ մի ինչ-որ գործողություն չի եղել։ Օրինակ ես հիշում եմ շատ, չգիտեմ, 7-8 տարի առաջ մոտավորապես, երբ որևէ մարդու ինչ-որ, չգիտեմ, իրավունք ճնշվում էր կամ ինչ-որ մի թեթև, ինչ-որ մի միջադեպ էր տեղի ունենում, բոլոր այդ կառույցները միանգամից փորձում էին իրավիճակը ուղղել, անդադ խոսում էին այդ մարդկանց մասին, որ ինչու այս մարդը կալանավորված, ինչու այս մարդը գտնվում քաղբանտարկյալի կարգավիճակում։ Ցավոք սրտի հիմա այդ նույնը չկա։ Ցավոք սրտի այսօր կալանավորված են բազմաթիվ հայրենասեր մարդիկ, ովքեր որ իրենց հայրենիքի շահի, իրենց երկրի զարգացման համար եւ անվտանգության համար, իրենց պետականության պահպանման համար պայքարում են։ Ցավոք սրտի այդ բոլոր մարդիկ այսօր կալանավորված են եւ անկախ ամեն ինչից իրենք չեն հանձնվում, այդից պատճառով հորդորում եմ, որ մենք էլ նույնպես չհանձնվենք եւ անկախ ամեն ինչից շարունակենք մեր պայքարը։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանը։